Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Այսօր խոսելու եմ ևս մի քանի կարևոր թեմաների մասին։ Խնդրում եմ հավանել եւ տարածել տեսանյութերը։ Շնորհակալ եմ չհայհոյելու համար։ Խնդրում եմ ուշադրություն չդարձնել նրանց, ովքեր կփորձեն պրովոկացիա իրականացնել։ Նախ ցանկանում եմ փոքրիկ անդրադարձ կատարել Սարիկ Մինասյանին։ Պարոն Սարիկ, երեք նամակ եմ ստացել, որտեղ երևում է, որ մի քանի օր առաջ ձեր ներողություն խնդրելը առաջին չէ։ Այսինքն դուք շարունակում եք հայհոյել ձեր հետ նույն քաղաքական հայացքներ չունեցող անձանց։ Այսքու մոր բդի խերգես սաղը իմ տեղս գիտեն բերան հետ Facebook-ով հաճածող տղա չես դու։ Իհարկե ցավում եմ, որ ձեզ էլ են հայհոյում, բայց դուք հանդիսանում եք պետական պաշտոնյա, ավականու անդամ եւ падգամավորի թեկնածու, ինչը արդեն շատ բանի մասին պետք է խոսեր, սակայն դուք կրկին անցել եք բոլոր բարոյական սահմանները։ Ընկերներ, սիրելի բարեկամներ, ստիպված եմ հայոյանքների ձայնագրությունը տեղադրել իմ տելեգրամյան ալիքում, ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը, սակայն պետք է բարձրաձայնվի ցանկացած հարց, կանանց եւ աղջիկներին խորհուրդ չի տրվում լսել։ Մենք որդեգրել ենք չվիրավորելու եւ չհայհոյելու քաղաքականություն եւ չենք շեղվում մեր օրակարգից որևէ պարագայում, բայց կարծես ԿՊ-ականների մոտ սովորություն է դարձել հայհոյելը։ Դրա համար կա մեկ լուծում՝ ուղարկել քաղաքական աղբանոց։ Իդեպ, պարոն Սարիկ, ինչպես եւ խոստացել էի, դուք իմ ուշադրության տիրույթում եք։ Ցանկացած ապօրինի գործողություն բարձրաձայնվելու է։ Ձեր նոր աշխատավայրից եւս տեղեկատվություն ստանում եմ։ Հույս ունեմ այն, ինչ ստացել եմ, խոսակցության մակարդակում է։ Ընկերներ, մոտենում է համապետական ընտրության օրը եւ մայիսի 8-ից մեկնարկելու է քարոզարշավը։ Շուրջ 40 օր փորձելու են մեզ խաբել, թե բա մենք սա ենք անելու, նա ենք անելու։ Իսկ այդ ֆոնին մենք ավելի ակտիվ սկսելու ենք գետնին հավասարեցնել բոլոր թալանչիների ստեղծած կեղծ արժանապատվությունները։ Այսօրվանից սկսում եմ խոսել նաև Տիգրան Ավինյանին անդրադառնալով։ Ընկերներ, ինչպես գիտեք, Տիգրան Ավինյանը 2018 թվականի պայմանավորված իշխանափոխությունից հետո շատ արագ տեմպերով դարձավ միլիոնատեր։ Տիգրան Ավինյանը իր կարողությունը պահում է հիմնականում կրիպտոարժույթով։ Ունի շուրջ 5 բիթքոին, որի շուկայական գինը այս պահի դրությամբ կազմում է մոտ $389,000 եւ 5 էթերում, մոտ $11,000 արժեքով։ Իհարկե սա պաշտոնական տվյալներով է, բայց չար լեզուները ասում են, որ իրականում Տիգրան Ավինյանը ունի շուրջ 50 բիթքոին, որի արժեքը կազմում է $3,892,537։ Ըստ այդ տեղեկությունների, Տիգրան Ավինյանը հիմնական կարողությունը կարողացել է ձեռք բերել Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո միայն։ Հույս ունեմ Տիգրան Ավինյանը պատրաստ է իր բոլոր էլեկտրոնային դրամապատանքները ցույց տալ հանրությանը եւ հակակոռուպցիոն կոմիտեին։ Պարոն Տիգրան Ավինյան, Երևանում խոսում են, որ դուք հաճախում եք նաեւ ոչ ավանդական սեռական կողմնորոշման ունեցող անձանց մոտ։ Ասում են, որ հյուսիսային պողոտայում գործող գաղտնի սաունաներից մեկում եք հաճախ լինում։ Հույսում եմ կհերքեք կամ կհաստատեք։ Ընկերներ, Տիգրան Ավինյանի կինը եւս շատ արագ հարստացել է։ Բանկում ունի 44,500,000 դրամ ավանդ։ Վերոնշյալ չար լեզուները ասում են, որ նա ունի նաեւ մեծ կարողություն արտասահմանյան բանկերում։ Ընկերներ, այս տեղեկության ստուգման համար հարկավոր է ունենալ պետական մտածելակերպով ուժային կառույցներ, որոնք, ինչպես տեսնում ենք, չունենք։ Բազմաթիվ տենդերների հետ կապված եւս կան տեղեկություններ, որոնք կրկին տանում են դեպի Տիգրան Ավինյանին։ Օրինակ, վերջերս հայտնի դարձավ, որ միլիոնավոր դրամներ տենդեր է հաղթել Տիգրան Ավինյանի հայրը, նույն այն հայրը, որը Օպելի վարորդներին վիրավորել էր։ Ընկերներ, տենդերներին եւս անդրադառնալու եմ, բայց քանի որ միայն բարձրաձայնելով չպետք է սահմանափակվենք, ապա մեզ հարկավոր է համախմբվում ենք հայի արժեհամակարգի շուրջ, համախմբվում ենք հանուն մեր երազած Հայաստանի, կհանդիպենք վաղը, կրկին Արարատի մարզ ենք այցելելու։ Հարգանքներով, ձեր հայը։